սխալ եմ հասկացել, երեխեքը Հայաստանում են գտնվում։ Այդ մասը առանձին է կարգավորում, պարոն վարչապետ։ Չէ, մենք հիմա այդ որ 600 երեխեքը ֆիզիկապես Հայաստանում են, թե Հայաստանից դուրս։ Խոսքը Հայաստանի դրսում ծնված եւ Հայաստան եկած երեխաներին է վերաբերվում։ Այսինքն, երբ որ մենք ծնողը գալիս է, դիմում է, ասում է տվեք բանը, իմ միանվագ ծննդյան նպաստը։ Երեխան պետքա լինի Հայաստանում, ու կարող է հենց այդ պահին չլինի, մի ամիս հետո լինի, բայց խոսքը նրա մասն է, որ կարող է դրանից մի ամիս հետո էլ ստեղ չի։ Այդ հարցը ուրիշ ձև է կարգավորում։ Երբ որ մենք պարբերական վճարումները տալիս ենք, նույն ձևով ինչ որ կենսաթոշակ է, մենք տարեկան մի անգամ ներկայանալու հարց ենք դնում։ Բայց տարեկան մի անգամ ամառը կարան Վարդավառին գան, ասենք ու ներկայանան, դա չէ։ Դե այդ էլ է հարց, այդ ընդհանուր եմ ասում, բայց այդտեղ ուրիշ հարց կա, մենք տվյալների մաքրության խնդիր ունենք։ Բանակ չգնալու համար։ Հա, բանակի հարցն է։ Բոլոր տղաներ են այդ դեպքում, թե։ Բայց պարտադիր չի մենակ տղաները։ Վստահ չեմ բոլորը, բայց եթե վիճակագրություն անենք, կպարզվի, որ մեծամասնությունը։ Շատ լավ, եթե ինչ-որ բան սխալ ենք հասկացել, ինչ-որ բան սխալ ենք ձևակերպում, հարցը դա չի, բայց պետք է երեխեքը գրանցվեն, ուրեմն, այսինքն դե յուրե, եթե իմ ընկալումն էր, որ իրանք ընդհանրապես Հայաստանում չեն, բայց դե յուրե իրանք Հայաստանում չեն, առնվազն ամբողջական տրամաբանության մեջ, այդ թվում այո, դա արվում է բանակ չգնալու համար, ինչը ընդունելի չէ։ Ուրեմն երևի մեծամասն միայն բանակ։ Այսինքն հիմա եթե երեխեքը Հայաստանում են, մնում է պարզապես պետք է սահմանված կարգով գրանցվեն, դա քաղաքացիական կացության ակտերի, այսինքն պետք է գրանցվեն, դե յուրե իրանք պետք է լինեն Հայաստանում, եւ նաեւ դե ֆակտոն էլ է կարող։ Դե ֆակտոն, ասում եմ, այդ այլ մեխանիզմով է, այդ պարբերական վճարներով, երբ որ լքում են արդեն Հայաստանը, մենք դադարում ենք պարզապես։ Բայց այդ կարգավորումը Տիկին Ավանեսյանի ասած Այդ է պետք է անել։ Պարոն վարչապետ, այդ բոլորի համար ենք ուզում ավելի համապարփակ լուծենք, որտեղ օրինակ նույն կենսաթոշակ առումների դեպքում, որ տարեկան մի անգամ գալիս են եւ կարող են ըստ էության դրանից հետո եւս 1 տարի ստանալ, մինչեւ մյուս իրենց հաջորդ այցը, այդտեղ էլ ենք լուծումներ փնտրում, այդտեղ մի հարց կա ընդհանրապես, երբ քաղաքացիների դեպքում հաճախ նրանք սահմանները հատում են տարբեր փաստաթղթերով, ու մենք տվյալների մաքրության հարցում ենք։ Հեսա որ բիոմետրիկ անձնագրերի համակարգը մտնի, այդ հարցն էլ դուրս կգա։